Ողջույն ընկերներ, եկեք պատրաստենք ձկան պահածո տնային պայմաններում, առանց լրացուցիչ հավելումների և շատ համեղ տարբերակով։ Եվ այսպես վերցնում ենք սիգաձուկ, մաքրում ենք, լվանում, կտրատում ենք լողակների հատվածները և հեռացնում պոչն ու գլուխը, դրանք մեզ պետք չեն գալու։ Այնուհետև մնացած մասը կտրում ենք խոշոր կտորներով։ Լցնում ենք կաթսայի մեջ, առայժմ դնում մի կողմ։ Առանձին տարայի մեջ լցնում ենք տոմատի մածուկ, շաքարավազ, բուսայուղ, խնձորի քացախ, ջուր, դափնու տերև, հատիկավոր սև պղպեղ։ Լավ խառնում ենք։ Նախապես մաքրված լվացված գլուխսոխը կտրատում ենք կիսալուսնաձև, գազարը քերում խոշոր քերիչով։ Այս ամենն ավելացնում ենք ջրիկ մասսային։ Լավ խառնում ենք և լցնում կտրատված ձկան վրա։ Իդեպ բոլոր բաղադրիչների քանակները կգտնեք նկարագրության մեջ։ Մի փոքր խառնում ենք, որպեսզի բաղադրիչները հավասարաչափ տարածվեն և դնում մարմանդ կրակին։ Փակ կափարիչի ներքո մարմանդ կրակով եփում ենք եռմապահից սկսած 4 ժամ։ Ընթացքում չենք բացում, չենք խառնում, որպեսզի կտորները չփլվեն։ Վերջում ավելացնում ենք աղը, թողնում կրակին ևս 1-2 րոպե և կարող ենք վերցնել կրակից։ Պահածոացնելու համար լցնում ենք տարաների մեջ, ստերիլիզացնում մոտ 30 րոպե և փակում։ Բարի ախորժակ։